Ատամնային իմպլանտը դա տիտանե-պտուտակ է, տեղադրվում է ծնոտի ոսկրի մեջ եւ վերականգնում է անատամ հատվածը։ Այն կատարում է ատամի արմատի դերը, որի վրա հետագայում տեղադրվում է կերամիկական պսակը։ Իմպլանտի կիրառումը ավելի պրակտիկ է դարձել Հայաստանում վերջին ժամանակահատվածում։ Մինչ այդ արդեն կամրջաձև պրոթեզներն էին կիրառվում կամ շարժական։ Ամեն կերպ մենք փորձում ենք նամանավանդ երիտասարդ բուժառուներին, ովքեր ունեն առողջ ատամներ, տանել են ուղղությամբ, որ բացակա հատվածը լրացնեն իմպլանտով, ենք պլանավորում տեղադրել, իհարկե վիրահատության ընթացքում հնարավոր են ինչ-որ փոփոխություններ, սակայն մեր վերահսկողության տակ, տեղային ազգայնացման տակ տեղադրվում է իմպլանտատ, կատարվում է կտրվածք, հատուկ դրիլների միջոցով, հատուկ ֆիզ դիսպենսերի օգնությամբ բացում ենք օթյակ, իմպլանտը տեղադրում ենք, ստանում ստաբիլիզացում եւ դնում լմբի ձևավորիչ։ Միանգամից իմպլանտը շատ հազվադեպ ենք ծանրաբեռնում կերամիկական ատամով։ Իմպլանտ տեղադրելու հակացությունները լինում են ընդհանուր եւ ոնց որ տեղային, ընդհանուր օրինակ դեկոմպենսացված հիվանդությունները, շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձև, իմունային անբավարարություն, ձիախ, օստեոպարոզի համակարգային բնույթ, արդեն ավելի տեղային, երբ որ կա ոսկրի պակաս, այսինքն շատ երկար է բուժառուն թողել այդ հատվածը անատամ եւ ոսկրը ապաճել է կամ փափուկ հյուսվածքների ապաճ, այս դեպքում մենք արդեն ավելացնում ենք ոսկրանյութ, օրինակ հայմորյան խոռոչի լորձաթաղանթը ստորին սահմանից վերև բարձրացնելով, պատուհան բացելով, մենք ոսկրանյութ ենք ավելացնում, անցնում է 6 ամիս, ոսկրը սերտաճում է, նոր 6 ամիս հետո մենք տեղադրում ենք իմպլանտատ եւ սպասում եւս 2-3 ամիս, որպեսզի ծանրաբեռնենք այն։ Իմպլանտի միջին ծառայության ժամկետը ըստ գրականության 10-ից 15 տարին է, սակայն ելնելով, քանի որ ինքս երիտասարդ եմ, ելնելով ավագ գոլեգաների փորձից ավելի երկար, 25-30, երբեմն ամբողջ կյանքը։